Ընթանում է հոկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած իրադարձությունների գործով վկաների հարցաքննությունը։ Թամար Չերգոլեիշվիլին հարցաքննվել է դատավորի ներկայությամբ, ինչը նրա անձնական որոշումն էր։ Չերգոլեիշվիլիի խոսքով զրույցը վերաբերել է իր հայտարարությանը, որտեղ նա խոսել է Բաչա Ախալայայի տանը հոկտեմբերի 4-ի վերաբերյալ հանդիպումների մասին։ Նրա խոսքով ինքը չի կարող վկայություն տալ որպես վկա, քանի որ այս հայտարարությունը արվել է տարբեր քաղաքական գործիչների կողմից արված հրապարակային հայտարարությունների վերլուծության արդյունքում։ Թամար Չերգոլեիշվիլիի հայտարարությունը, որը վերաբերում է իր ներկայության ընտրատեղամասերում եւ Բաչո Ախալայայի մասնակցության հոկտեմբերի 4-ի գործընթացներին դեռևս արձագանք է գտնում քաղաքական սպեկտրում։ Նրանք կտրականապես հերքում են Բաչո Ախալայայի հետ Միացյալ ազգային շարժման մեջ որևէ կապ կամ մասնակցություն։ Միևնույն ժամանակ Աննա Ծիթլաձեն նշում է, որ Չերգոլեիշվիլիի հայտարարությունների բովանդակությունը համընկնում է ՊԱԾ-ի հաղորդագրություններին։ Ընդդիմությունը բացատրում է, որ ով տեղեկություններ ուներ հոկտեմբերի 4-ի վերաբերյալ, պետք է նախապես ասեր դա։ Իշխող թիմը նշում է, որ Չերգոլեիշվիլիի հայտարարությունները նորություն չեն եւ բոլորին պետք է պատասխան տրվի օրենքի շրջանակներում։ Իրակլի Կոբախիձեն չեղյալ է հայտարարել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը, պատճառը անօրինական հանրահավաքին մասնակցելու եւ կեղծ հայտարարություններ անելն է։ Վերոնշյալի մասին հայտնում է կառավարության աշխատասենյակը։ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաքին մասնակցել է նաեւ ԵՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։ Նա խոսել է օրենսդիր մարմնի մոտ հավաքված ցուցարարների հետ։ Վերջինս մեկնաբանություն չի արել լրագրողների համար, սակայն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որում ասում է, որ գլխավոր պողոտայում հավաքված քաղաքացիները մտահոգված են երկրի ուղով։ Թբիլիսիում խաղաղ ցույց է անցկացվում, որտեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ։ Նա նաև գնացել ու աջակցել է հանրահավաքի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը 3 ժամանել է Վրաստան։ Նա հանդիպել է իր վրաց պաշտոնյայի հետ եւ համատեղ մամուլի ասուլիսով պատասխանել լրագրողների հարցերին։ Էլինա Վալտոնենը Վրաստան է ժամանել Հայաստանից, այժմ կմեկնի Ադրբեջան։ Էլինա Վալտոնենը հանրությանը ցույց է տվել, որ աջակցում է հեղաշրջման կազմակերպիչներին եւ որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգ իրականում դատարկ արտահայտություն է։ Այս մասին հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։ Սոցիալական էջում հրապարակված նրա հայտարարության մեջ կարդում ենք. «Պարզապես իմացեք, փողոցը, որտեղ կանգնած է ԵԱՀԿ գործող նախագահ, ով նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար է, մայրաքաղաքի գլխավոր մայրուղին է։ Այնինչ դուք տեսնում եք մի քանի տասնյակ արմատականների բեմն է, որոնք մի քանի օր առաջ ներխուժել են նախագահական պալատ։ Վիրավորվել էր 25 ոստիկան, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում, ու այժմ նրանք անօրինական կերպով փակում են ճանապարհը։ Վրաստանի օրենսդրությունը, ինչպես ցանկացած ԵԱՀԿ անդամ պետության օրենսդրություն, երաշխավորվում է հավաքների ազատության ամենուր, սակայն ճանապարհ փակելը թույլատրելի է միայն մեկ դեպքում, այն դեպքում, երբ մարդկանց թիվը այնքան մեծ է, որ նրանք չեն կարող տեղաշարժվել մայթեզրով։ Ֆինլանդիայի նախարարը գուցե չգիտեր սա, նա չի կարող նշել որևէ օրինակ վերջին 13 տարիների ընթացքում, երբ Վրաստանի պետությունը խախտել է այս իրավունքը, իսկ նախարարի մեջքի ետևում կարելի է տեսնել խորհրդարանի շենքի առջևի հրապարակը, որտեղ կարող են տեղավորվել 10 անգամ ավելի շատ մարդիկ, քան ճանապարհ փակող փոքր խումբն է, այդ թվում Ֆինլանդիայի նախարարը։ Այնինչ անում է այստեղ Ֆինլանդիայի նախարարը ԵՀԿ նախագահը Վրաստանի օրենսդրության խախտում է։ Նա նաև խախտում է Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որը ընդունվել է հենց այն քաղաքում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ-ի կենտրոկայանը, գրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Էլինա Վալտոնենի Վրաստան այցի ավարտի կապակցությամբ ԵԱՀԿ-ն տարածել է մամուլի հաղորդագրություն, որում նշվում է, որ Վալտոնենը հանդիպել է արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ եւ զրուցել Թբիլիսիում քաղաքացիական հասարակության եւ անկախ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Ըստ մամուլի հաղորդագրության գործող նախագահը իր զրուցակիցներին վստահեցրել է Ժնևի միջազգային բանակցություններին եւ միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման մեխանիզմին ԵԱՀԿ-ի անսասան աջակցության մասին։ Ինչպես կարդում ենք մամուլի հաղորդագրության մեջ, նախարար
Վալտոնենը Վրաստանում Եվրամիության մոնիթորինգային առաքելության հետ վարչական սահմանային գիծ այցելության ժամանակ տեսել է 2008 թվականի պատերազմի երկարաժամկետ հետևանքները։ Բացի այդ, ըստ մամուլի հաղորդագրության, Էլինա Վալտոնենը արտահայտել է ԵԱՀԿ մասնակից պետությունների և ԵԱՀԿ հաստատությունների մտահոգությունը Վրաստանի ժողովրդավարական կառավարման և սահմանափակող օրենսդրության վերաբերյալ, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, մասնագետների և լրագրողների տարածքը։ Վրաստանը խաղաղ երկիր է, հստակ տեսլականով և կայունության պահպանման գաղափարի նկատմամբ նվիրվածությամբ։ Մենք ամենաապահով երկրներից մեկն ենք և դա հաստատվում է տարբեր համաշխարհային ցուցանիշներով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Արաբական Միացյալ Էմիրությունների Gulf News-ի հրատարակությանը տված հարցազրույցում։ Ինչպես նշել է վարչապետը, խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը հիմնական առաջնահերթություններն են։ Օրենսդիր մարմնում հայտարարություններ են արել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հանրահավաքին ժամանման և վարչապետի կողմից նախատեսված հանդիպումները չեղարկելու մասին։ Իրենց ելույթների ժամանակ պատգամավորները ուշադրության են հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների և Ռուսաստանի դեմ հաղթած ևս մեկ գործի վրա։ Խորհրդարանը այսօր վերսկսել է իր լիագումար նիստը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատճառով մեկ ամիս է, ինչ նիստը չի անցկացվել։ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովը առաջին ընթերցմամբ աջակցել է կուսակցությունների արգելման վերաբերյալ օրենսդրական փաստաթուղթը։ Օրենսդիր մարմինը արագացված կարգով քննարկում է փոփոխությունները, որոնց համաձայն կոնկրետ անձանց կարգելվի կուսակցական գործունեություն ծավալել, քաղաքական պաշտոններ զբաղեցնել ու պասիվ ընտրելու իրավունք ունենալ։ Վրացական երազանքը որպես արգելվող կուսակցություն նշում է ազգային շարժումը և հայտարարում, որ այդ կուսակցությունը խաթարում է երկիրն ու փորձում է տապալել օրինական կառավարությունը, ինչը սահմանադրությամբ արգելված է։ Փաստաթղթի համաձայն կուսակցությունը կարգելի սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Առաջիկայում բողոքի ցույցերի ժամանակ դիմակ կրելը, ճանապարհը փակելը կամ ժամանակավոր կառույց տեղադրելը, արցունքաբեր գազ կամ այլ գրգռող նյութեր ունենալը հենց առաջին դեպքում կհանգեցնի 15-օրյա վարչական կալանքի։ Եթե խախտողը նաև բողոքի ցույցի կազմակերպիչ է, ապա նա ստիպված կլինի 20 օր անցկացնել բանտում։ Նոր ավելի խիստ կարգավորումները ներառում են վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերի փոփոխություններ, որոնք արդեն սկզբունքորեն հավանության են արժանացել իրավական հարցերի հանձնաժողովի առաջին ընթերցման ժամանակ։ Նախատեսվող փոփոխություններով քրեական օրենսգրքում ավելանում է նոր հոդված, որի համաձայն քրեական պատասխանատվության կենթարկվի այն անձը, ով երրորդ անգամ կվիրավորի իրավապահ մարմնի աշխատակցին կամ չի ենթարկվի նրա օրինական պահանջին։ Այս հոդվածը խախտելու դեպքում բողոքի ցույցի մասնակցին սպառնում է 1 տարի ժամկետով ազատազրկում։ Օրենքի կրկնակի խախտումները պատժվում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանը Գերագույն դատարանի 2 դատավոր ընտրեց։ Գերագույն դատարանի դատավորների թեկնածուները առանձին քվեարկվեցին խորհրդարանի այսօրվա նիստում։ Լևան Նեմսաձեի և Միխայիլ Ջինջոլիայի թեկնածությունները 2 դեպքում էլ ստացան 82-ական պատգամավորի աջակցություն, ոչ ոք դեմ չի եղել։ 2 թեկնածուն էլ ընտրվեցին Գերագույն դատարանի ցմահ դատավորներ։